Ինչպես բադվելի նսավ շապատվա մեջ մենք ունենք այստեղ հանդիպումներ եւ իսկապես ուրախ կլանք, որ բոլորդ ներկա գտնվիք, միասին վայելենք այս շապատը Տիրոջ ներկայությունով։ Լավ, շատ ժամանակ չգործընծնենք, պիտի հրավիրեմ ձեզ Աստծո խոսքը բանալ անոնք որ Սուրբ Գիրքունին Փիլիպեցիս գիրքը առաջին գլուխ եւ համար 27-ին մի քանի համարներ պիտի գարտանք։ Պատրաստ եք Տիրոջ խոսքը լսելու։ Շնորհակալ եմ այոյին համար։ Մեկ ադալ հարցնեմ, պատրաստ ենք Տիրոջ խոսքը լսելու։ Լավ է, գիտեք, եկեղեցի մեջ այսպես խորհրդածություն ունենանք իրար հետ, մեկը մյուսին պատասխանե, մեկը մյուսով։ Փառք Տիրոջ, այս շաբաթ ունեցանք քույրերու հանդիպում, այդ քույրերը որ գային, հոս են արդյոք քանի քույրեր գային, տեսնեմ, այո, դերորդն է, լավ են։ Փառք Տիրոջ։ Ես կսիրեմ քույրերու հետ աշխատել, քանի որ քույրերը միշտ կքաչալերեն քարոզիչները։ Եղբայրները քիչ մասանք բան են, լուրջ են այդ առումով, բայց քույրերը քիչ ավելի դակարուն են։ Պատրաստեցիք Սուրբ Գիրքը։ Նայեցեք Պողոս առաքյալ ինչ կսե եկեղեցին։ Եկեղեցին ասել է հավատացյալներուն։ Հավատացյալներուն ասել է այդ մարդկանց, որոնք որոշեցին Հիսուս Քրիստոսի հետևիլ, որոնք հասկացան, որ իրենք մեղավոր էին, որոնք հասկացան, որ իրենց կյանքը առանց Հիսուսի իմաստ չուներ, եւ իրենք որոշեցին Հիսուս Քրիստոսը ընդունել եւ ասել, որ ասկե վերջ իմ կյանքս Հիսուսի է։ Այդ մարդկանց Պողոս առաքյալ ինչ կսե։ Հուսամ այդ մարդկանց մեջ շատեր կան այս սրահին մեջ, լավ լսե, եթե այդ մարդկանց մեջ, իսկ եթե ոչ, լավ լսե դերը քեզի խոսք ունի ասելի։ Պողոս առաքյալ գսե հետևյալ խոսքը։ Միայն թե Քրիստոսին ավետարանին ինչպես կվայելե, այնպես վարվեցեք։ Որպեսզի եթե կամ ու ցեզ դեսնեմ եւ կամ հերու լամ, ծեր վրայով լսեմ, թե դուք հաստատուն կգենաք մեկ հոգիով, մեկ շունչով, բادرազմագից կլակ ավետարանին հավատքին համար։ Բանով մի զարհուրիկ հագարագործներեն, որ անոնց գորուստին աբացույցն է, բայց ցեզի բրգության։ Այնալ աստուծմե է, վասնզի ցեզի շնորհվեցավ Քրիստոսին համար ոչ թե միայն անոր հավատալ, հաբա անոր համար չարչարվիլալ։ Նույն պատերազմը մղելով, որ իմ մեջս դեսակ, ու հիմա իմ վրայովս գլսեք։ Հալելույա։ Պողոս առաքյալ սիրելի քույր եղբայրներ, գսե ինչպես որ ինձ կտեսնեք, իմ վրայովս կտեսնեք, իմ վրայովս կլսեք։ Կարծեք Պողոս առաքյալ սիրելի քույր եղբայրներ գտնե շեշտը իր վրա, եւ գսե լավ նայեցեք ինձի, ինչպես ես դժվարությունները դիմակրավեմ, ինչ խնդիրներում մեջ ինչպես կհագաստեմ, ինչպես կաբրիմ իմ հոգևոր կյանքս, ինչպես կխոսիմ, ինչպես կերքեմ, ինչպես կբաշխեմ, ինձի նայեցեք եւ իմ վրայովս ինչպես որ լսեցիք, ցեզի օրինակ լամ։ Քանի որ Պողոս առաքյալ ինքը գսե ես Քրիստոսին կնմանիմ, դուք ալ ինձի նմանեցեք։ Ես ինչպես Քրիստոսին կստանամ, դուք ալ ինձպես ստացեք։ Եվ գարձեք չամը չնար Պողոս առաքյալ ասելով ինձի նայեցեք։ Քանի որ ինքը գիտե, որ իր ապրելակերպը հիմնված է Հիսուս Քրիստոսի օրինակին։ Եվ այսօր դժբախտաբար շատ հավատացյալներուն չեն կրնար նայել, քանի որ իրենց կյանքը գտեսնենք, կսկսենք ասել, որ աս ինչ հավատացյալ է։ Բայց Պողոս առաքյալ գսե ինձի նայեցեք, իմ վրայովս ինչպես որ տեսակ, իմ վրայովս ինչպես որ լսեցիք, ցեզի օրինակ լա։ Սիրելի քույր եղբայրներ, հոյագապ է Պողոս առաքյալին խոսքը այսօր մեր եկեղեցիներուն, մեր հավատացյալներուն, քանի որ շատ անգամ հավատացյալներուն մեջ կտեսնենք, շատերս կսենք, ինչ որ գսեմ լսե, բայց ինչպես որ գաբրիմ, այդպես մի ապրիր։ Բայց Պողոս ճիշտ հակառակ գսե, ինչ որ գսեմ, ինչ որ գաբրիմ, լավ լսե, լավ դես, այսպես է քրիստոնեական կյանքը։ Աստված գսե շնորհ կրավ, համար այստեղ է շնորհ կրավ, որ մենք ոչ թե միան հավատանք Քրիստոսի, այլ նաև իր համար ապրենք եւ չարչարվենք։ Գիտեք Պողոս առաքյալ ինչ չարչարանքները անցավ, ինչ նեղությունները անցավ, հալածանքները անցավ սիրելիներ։
Մեր այսօրվա խնդիրները, որ գաբրինք ամեն մեկս, դուքոս Լիբանան, ես Ֆրանսա, ոչինչ են իր չարչարանքներեն, որոնք ինք կանցնի։ Մենք երբեմն բզդիկ բան են անգամ գխանկարվինք, իրար կանցնինք, դերևս մեծ բաներ ալ գլա, գխանկարվինք, սուկ, հիվանդություն, տրամական խնդիրներ, ընկերային հարցեր, ազգային հարցեր, երկրի խնդիրները, այս բոլորը մեզ գխանկարեն, այո։ Բայց Պողոս առաքյալ այդ բոլոր իրանցումին մեջ ինքը մնաց հավատարիմ։ Ինքը մնաց շնորհքի մարդ։ Քանի որ ինքը ստացած էր այն շնորհքը Հիսուս Քրիստոսի, եւ երբ որ ինքը գաբրեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, իր աբրածը ոչ թե միայն լավ ժամանակներուն էր, այլ մասնավորապես վատ ժամանակներուն, քեզ ժամանակներուն։ Եվ գսեն այցեք ես ինչպես դրսևորեցի իմ հավատքս, ես ինչպես արձագանքեցի, ես ինչպես ապրեցա, ինչպես էր իմ հագաստեցությունս նեղության մեջ, լավ նայեցեք, այս է գսե շնորհքի մեջ ապրիլը։ Շատ մարդիկ կհալածեին Պողոսին եւ Փիլիպեցիներուն մեջ այդ շրջանին գային նաեւ փիլիսոփայություններ, տարբեր մոդեցումներ, տարբեր մտածելակերպներ, տարբեր աստվածապանություններ եւ կարծեք Պողոս առաքյալ այստեղ շեշտը գտնե թե հավատացյալը եւ քրիստոնյա հավատացյալը թույլ տվեք ասեմ Քրիստոսի հետևորդ անձը իր յանքի շեշտը տնե շիրակտեղը։ Մենք կրնանք շատ շուտ շեղվիլ մեր հավատքին մեջ։ Եվ այս մի քանի համարներուն մեջ Պողոս շիրակ տեղը գտնենք, ուզեմ, որ մի քիչ ուշադրությամբ մենք մեզ քննենք եւ նայենք։ Շնորհվեցավ գսեցեզի հավատալ Հիսուսի։ Գիտեք ինչ մեծ շնորհք է նվեր է, որ մենք հավատանք Հիսուսի։ Իրական հավատալ, իրական նվիրվել։ Շնորհք եղավ քեզի, Աստուծմե է գսե, շնորհք եղավ քեզի, որ դու հավատաս։ Ես կուզեմ, որ Քրիստոսի հետևորդ մարդիկ քիչ ավելի ուրախանային իրենց հավատքով։ Նվեր եղավ Աստծո կողմեն, որ մենք հավատանք Հիսուսի։ Եվ այդ նվերը շատեր այսպես հարևանցի ցևով գաբրին, իրենց հավատացյալը լալը, Քրիստոսի հետևորդը լալը երբեմներն է, գիրագի օրերն է, երբեմն սուպկիր կարտալով է, երբեմն ասան քարոզ լսելով է, բայց չէ սիրելիս, այնքան մեծ քանց տված է դերը քեզի, որ այդ մեջ ապրիլ, այդ քանցի մեջ ապրիլը մեծ պատիվ է։ Եվ գուզեմ քաչալերել քեզ ասելով, եթե դու այդ Հիսուսի մարդն ես, դու ուրախ եղիր եւ այդ շնորհքի մեջ ապրիր։ Դխուր երեսով, խանգարանք վիճակով չէ, այլ ապրիր այն շնորհքը, որուն համար Հիսուս մեռավ եւ հարություն արավ։ Ապրիր այդ մեծությունը, որ Տերը Հայր Աստված ղրգեց միածին որդին, որովհետեւ ամեն ով որ հանոր հավատա, հավիտենական կյանք ոչ թե միան ունենա ապակային, այլ հիմակվնե ապրի այն շնորհքը։ Քեզի գսե շնորհք եղավ հավատալու Հիսուսին։ Բողոս այդ շնորհքին նայելով էր, որ սիրելիներ ինք այո խնդիրներեն անցավ հաջողակ ձևով, դժվարություններ ունեցավ, անցավ վրայեն, ամեն բանի վրա չգետրոնացավ, ամեն խնդիրին վրա այսպես չգանքնեցավ երկար փառակ, շատ խնդրեմ ունեցավ, բայց երբ ինքը նայեր շնորհքին, երբ ինքը տեսներ այն Աստվածը, որ միածին որդիներեն համար զոհեց եւ Սուրբ Հոգին ղրգեց իր մեջ, գսե խնդիր չէ, այստեղեն ալանցինք, այս ալ գվերջանա, անալ գվերջանա։ Ինձ մե երկինք են ստացած շնորհքը շատ ավելի զորավոր է, շատ ավելի մեծ է, քան թե այս օրվա դժվարությունները, որում մեջ ենք անցնենք։ Երանի ամեն մեկուս, որ տեսնեինք եւ հասկանայինք, թե ով է Հիսուս մեր համար։ Երանի ամեն մեկուս, որ հասկանայինք, թե Հիսուս ինչ ըրավ մեզ համար։ Եվ եթե այդ կհասկանաս, դու պիտի գրնաս այդ շնորհքին մեջ քայլել։ Պողոս մեր օրինակն է։ Եվ այստեղ ինքը կարծես կսե լավ նայեցեք ինձի։ Մենք կամճտանք երբեմն մարդկանց ասելու լավ նայիր ինձի։ Երբեմն կսենք քորոզություն գնա այս մարդը։ Բայց եթե դու Հիսուսով գկալես, դու պիտի ասես լավ նայիր ինձի։ Ինչ համար այսօր քիչ հավատացյալներ կան, որ գսեն լավ նայ ինձի, քանի որ վստահ չեն իրենց կյանքով, օրը աճ, օրը ցախ, օրը դխուր, օրը ուրախ, օրը փարգացած, օրը խաղաղ, օրը այսպես, օրը այնպես, բայց այդպես չէ Քրիստոսի հետևորդը։ Քրիստոսի հետևորդը ամեն վիճակի մեջ իր շնորհքի մեջ հաստատ կմնա։ Հալելույա։ Ամեն։ Այցեք երբ որ գսե 28-ը
այս մտքով գսե բանով մի զարհուրիկ բանով մի զարհուրիկ հագարագործները անոնց գորուստին աբացույցն է ասել է որ անոնք որ Քրիստոսի դեր չեն ընդունած անոնց կյանքին աբացույցը գիտեք ինչ է լավ լսեցեք դերևս տունալ այդպես է միշտ կզարհուրի ամեն ինչեն միշտ կվախնա ամեն ինչեն միշտ կքանքադի ամեն ինչի համար միշտ կփամփասե միշտ իրարանցումի մեջ է գործվածը գսե Պողոս Արաքյալ այն մարդն է որ ինքը միշտ զարհուրանքի մեջ է բայց դուք գսե չէ դուք բրգության մարդ եք ուրեմն այստեղ Պողոս Արաքյալը թե մարդեմ գտնե այդ մարդը որ միշտ իրարանցումի մեջ է դժգոհություն այս ինչ է այն ինչ կյանք է այս ինչպես է այն ինչպես է գիտեք ինչու քանի որ Հիսուսի շնորհքը չէ տեսած եթե Հիսուսի շնորհքը տեսածը լա այդ մարդը միշտ բրգության ուրախության մեջ է միշտ բրգության վստահության մեջ է նեղության մեջ միշտ հրճագում է փառքը եւ բադիվը միշտ փառապանության մեջ է ինչու քանի որ շնորհքը տեսած բայց այդ մարդը որ շնորհքը տեսած չէ ես կսեմ մեր եկեղեցին բզդիկ ջանջ մը գտրի եւ գխանկարվի բզդիկ ջանջեն գրնա մի գխանկարվի փոքր բանեն մարդը գխանկարվի ինչու կսե ահա գրված է այստեղ զարհուրանքի մարդ են անոնք ամեն բանի գզարհուրին ամեն բանի գվախնան ամեն բանի համար կմտահոգվին սիրելիներ Հիսուս մերավ հարություն արավ որ մենք կյանք ապրիլ սորվինք որ մենք շնորհքի մեջ ապրիլ սորվինք որ մենք շնորհքով հավատանք եւ եթե պիտի չարչարվենք շնորհքի մեջ չարչարանքնից դժվարությունից հաղթական հարաճ երթանք եւ ոչ թե ամեն ինչի համար վախտանք Պողոս կսե նայեցեք ինձի նայեցեք ես ինչ տարամանքների անցա բայց կտեսնեք կսե ես ինչպես շնորհքի մարդ եմ շնորհքի կհավատամ Քրիստոսի զորության կհավատամ կտեսնեմ Տիրոջ մեծությունը նայեցեք ինձի կսե Դեզի շատ բաներ գսորվեցն այսօր Պողոս Արաքյալ ինչ կսեք այս բատկամը քո սրտիդ կհասնի սիրելիս բաներ մը կսկաս բաներ մը գլագոր ինչպես կսեմ միշտ այս պաշտամունքեն դուրս ելես ինչ պիտի լա հետո մի շարունակես մտահոգությունը մի շարունակես խնդիրը մի շարունակես փամփասանքը մի շարունակես նկարության հոգին այլ պիտի ասես ես Հիսուս Քրիստոսի շնորհքին կվստահեմ ես իմ կյանքս Տիրոջ ավելի պիտի հանձնեմ ես ավելի պիտի վստահեմ Հիսուսի շնորհքի զորությանը այս աստուծմե մեծ բարգեւը գրված է աստուծմե է գրված է աստուծմե է որ այսօր այս պատկամը գլսես աստուծմե է որ ամեն գիրագի քարոզ գլսես աստուծմե է որ միշտ Տիրոջ խոսքը գուկա քո սրտին բայց ադոր դիմացի արձագանքը դու պիտի դես որովհետեւ ես զարհուրանքի մարդ եմ թե ես հավատքի մարդ եմ հալելույա Սիրելի քույր եղբայրներ եթե մենք այս տեսակի հավատքի մարդը լանք ինչպես հիմա գսեմ նայեցեք համար 27-ը մեկ համար վերելնեմ գիտեք վարեն վերգելնեմ ուր հա շամարները եթե ուշարճունորի 27-ն գսե Պողոս միայն ցեզի բան ասեմ այս բոլոր բաները որ հասկացաք որ Հիսուս եկավ շնորհք տվավ մեզի միայն մեկ բան ասեմ ձեր հասկացածին համաձայն վարվեցեք ավետարանի խոսքի վրա նայեցեք կսե միայն թե Քրիստոսի ավետարանին ինչպես գվայել է այնպես ապրեցեք այնպես վարվեցեք հալելույա այս վերջերս շատ այս մտքերով եմ որ հավատացյալներ ես մեր եկեղեցից ես չեմ ճանչնար բոլորդ անոր չեմ գրնա շատ բաներ ասել ավելի լավ է քանի որ եթե ասեմ դիտես հովիվը կարզ ալգավ ինձի ասանք բաներ ալգան երբեմն երբ որ հովիվը կարոզ է գսե անիգա իմ կյանքս գիտե անոր մեկատ ղրգեց բամը բայց հալելույա բոլորնիք չեմ ճանչնար ուրեմն լավ լսե ինչ կսեմ Շատեր կան, որ շատ բան գիտեն սուրբ գիրքեն։ Ուրախ եմ։ Շատ բան գրնան փոխանցել ուրիշին սուրբ գիրքեն, ուրախ եմ։ Բայց այս վերջերս կմտածեմ, որ մեր քիծածին համաձայն եթե ապրեինք, ավետարանի համաձայն, ինչ գրված է այստեղ, ինչ որ գիտես ավետարանեն, եթե ապրեիր, շատ ավելի մեծ աստեցություն պիտի ունենայինք։ Միայն թե գսե Պողոս Արաքյալ ավետարանին ձեր քիծածին համաձայն վարվեցեք։ Վարվելագերբը շատ կարևոր է մեր հավատքի մեջ։
Բոլորը այստեղ գիտեն, որ Հիսուս կա։ Okay։ Բոլորը գիտեն, որ Հիսուս մեռավ, հարություն արավ։ Okay։ Դե հետո ինչ եղավ Հիսուսի հարությունը քո կյանքի մեջ։ Հիմա ինչպես որ ասի, քոնե չեմ զարհուրիր։ Քոնե Հիսուսի հետևորդը չի զարհուրիր։ Իր վարվելագերբի մեջ, խոսակցականին մեջ, դրսևորման մեջ։ Վարվեցեք կսե ինչպես ավետարանը։ Սիրելի քույր եղբայրներ, Քրիստոսի հետևորդը գվարվի Քրիստոսի նման։ Գդրսևորվի Քրիստոսի նման։ Գխոսի Քրիստոսի նման։ Ինչ կսեք։ Քանի անգամներ վստահ եմ, դերևս չեք կանե շատ խոսող չեք, դուք չեք պատասխանել գոր, բայց արիտ տամցեցի։ Քանի անգամներ եղած է, որ դուք չսեմ քայթաղգված, բայց հիաստապված եք հոգևոր ըսված մարդուց մե։ Ինչ սուպ եկեղեցի եք, չէ եղած, չէ։ Լիբանանի մեջ չկա այդպես բան։ Քանի անգամներ հոգևոր ըսված մարդուց մե, չեմ ասել հոգևորական, հոգևոր ըսված մարդուց մե, ապաշխարած մարդիկ եւ այդ խոսքերեն քայթաղգված ես։ Գսես, ինչպես այդ մարդը այսպես կրնարսել։ Ինչու այդ մարդը այսպես հրավ։ Ինչպես կլա որ այս մարդը այսպես խոսեցավ։ Ինչպես կլա որ այս մարդը այս ցևով դրսևորեց։ Եվ մենք մեր մեջ հարցեր կուտանք։ Եվ ասեմ ցեզի կոնե Ֆրանսայի մեջ շատեր եկեղեցի չեն կար այսպես ճագերդյալ հավատացյալ ըսված մարդկանց պատճառով։ Քանի որ իրենց խոսած եւ իրենց վարվելագերբը նույնը չէ։ Իրենց հավատքը խոսքը որ գահավատան կամ այս գեղեցիկ երկերը որ երկեն եւ ապրելագերբը նույնը չէ։ Անորմալ այստեղ էսի Բողոս նայեցեք, եթե Քրիստոսի հետևորդ մարդ եք, Քրիստոսի պես վարվեցեք։ Մենք հայերս քրիստոնյա ենք, ասենք, շատ լավ, ուրախ եմ, իսլամ չենք, օքեյ, բուդդիստ չենք, օքեյ, աս չենք, ան չենք, շատ լավ, քրիստոնյա ենք, բայց ուր է Քրիստոսը վայել կյանքը մեր մեջ։ Մենք պետք է գնանք եւ ասենք, ինչպես Բողոս կսե, միայն թե ու շատիր եղեք։ Քրիստոս բերան առնողը Քրիստոսի պես թող կալի։ Մեր վարվելագերբին ու շատիր եղել։ Ինչու, քանի որ այդտեղ անհավատներ, ինչպես կսե, գործվածները անոր գնային։ Շնորհքի մեջ կալեն, եթե շնորհքի մարդ ենք։ Աստուծո մեզի տված շնորհքին համաձայն քայլենք, եթե շնորհքի մարդ ենք։ Աստված իր որդին զոհեց պարաբիչ է։ 2000 տարի Քրիստոսի խոսքը գտարածվի աշխարհի 4 կողմը պարաբիչ է։ Այստեղ չեմ խոսիր եկեղեցական պատկանելության մասին, այստեղ չեմ խոսիր մեր այս կամ այն պատկանելության մասին, այստեղ խոսիմ քո անցիդ մասին ուղիղ Աստծո հետ։ Քրիստոնյա ենք շատ լավ, Քրիստոսի վարվելագերբ ունեցիր, ավետարանին հիմքին վրա, ոչ թե ասինչ եկեղեցին, ասինչ հովիվին, ասինչ կահանային, ասինչ Սարգիսին, չէ, ավետարանի հիմքի վրա, գրված է այստեղ, վայելը ինչպես գրված է գսե ներողություն, Քրիստոսի ավետարանին, այս քիրքին Աստվածաշունչի ավետարանին վարվելագերբը, եւ մենք ապաշխարելու շատ տեղեր ունենք, զղջալու շատ տեղեր ունենք սիրելիներ։ Քանի որ գտեսնենք եւ ես վստահ եմ, չեք խոսիր հիմա շատ լավ, մեր եկեղեցիները ամեն մեկ հիմա գխոսեր այստեղ, կամ արիտ ու դա իրենց, բայց գահարկեմ ձեր լրությունը, խնդիր չէ, բայց քո մեջ դու շատ լավ գիտես, շատ նո բաներ կան, որ Քրիստոսի ավետարանին համաձայն չեն։ Ինչ պիտենք։ Այսօր օրն է ապաշխարելու, այսօր օրն է Տիրոջ առջև գալու, այսօր նորոգելու իմ ուխտը եւ ասելու որ ես ինձ ասեմ որ այս խոսակցությունը որ դու ունեցար հաջելի չէր Աստծո, ավետարին համաձայն չէ, ապաշխարես Սարգիս, ապաշխարես զղջա, դու եթե Քրիստոսը կհրճագես, ուրեմն Քրիստոսի պես պիտի քայլես։ Եվ մեր եկեղեցիներու մեջ որքան կարևոր է այս բանը։ Եվ նայեցեք, հիմա գսեմ եկեղեցի որսի ինչու գսեմ, քանի Բողոս Արաքյալ գսե հաստատուն գեցեք մեկ հոգիով, հաստատուն գեցեք մեկ շունչով եւ իրար հետ բادرազմագից եղեք, որ ավետարանի հիմքին մեջ զորանաք։ Եվ եկեղեցին միտքը ինչու է։ Ինչու կանք եկեղեցի, ինչու կհավաքվենք, որովհետեւ իրար զորացնենք, ասելով Քրիստոսի պես վարվենք, որովհետեւ մեկ հոգիով, մեկ շունչով բادرազմագից լանք ավետարանին, ոչ թե իրար թեմ բادرազմելու, այլ իրար հետ բادرազմելու Քրիստոսի ավետարանին մոդենալու համար։ Եկեղեցիների մեջ բادرազմողներ շատ կան, թշպախտապար երբեմն իրարու հետ։
Բայց եկեղեցին այն տեղն է, որ դու պատերազմագից պիտի գտնես, գից ըսել է քեզ հավասար մեկը, որ միասին Քրիստոսի ավետարանին վարվելու համար իրար պիտի օգնենք։ Օգնենք, ավետարան այս է, ամեն մեկ քարոզը, որ այստեղ են գհնչե, այդ քարոզի նպատակը այդ է, որ մենք իրար օգնենք, որ մենք պատերազմագից ըլլանք Քրիստոսի ավետարանին մարդիկ ըլլանք մեր վարվելագերբի մեջ, մեր սրդի մեջ չէ։ Սիրելի քույր եղբայրներ, ես մի բան հասկացա, որ երբեմն շատ հավատացյալներ մեր հայերս այս խնդիր ունին, աշխարհի 4 կողմը։ Մեր հայերս կսեն, ես իմ սրդիս մեջ կհավատամ, սրդիս մեջ կսիրեմ, սրդիս մեջ կերկեմ, սրդիս մեջ, բայց սուբկիրքը չի գա այդ բանը, սուբկիրքը սե, սրդեն գպխի, ասել է դուրս կել է, եթե սիրդդ գա պամը, թող դեսնվի քով հավերվանգերվով, ալելույա, եթե կհավատաս սրդիտ մեջ, ուրեմն քո հավատացածը տեսնենք, ինչպես կսենք բոյդ տեսնեմ, եթե կհավատաս սրդիտ մեջ պիտելն է, քանի որ վարվելագեպն է, որ մեր Քրիստոսի պատկերին կնմանցնեմ ես, ալելույա, ուրեմն սիրդդ կսիրե Հիսուսին, փառք Տիրոջ, շատ ուրախ եմ անոր համար, տեսնեմ, աղոթող մարդ է սրդիտ մեջ, շատ լավ, փառք Տիրոջ, մեր հայրը շատ կսիրեն, ես միշտ կաղոթեմ, սուբ գիրք չեմ գարտար, բայց միշտ կաղոթեմ, եկեղեցի չեմ կար, բայց միշտ կաղոթեմ, դրացիից չեմ սիրեր, բայց միշտ կաղոթեմ, այդ մարդուն գադեմ, բայց միշտ կաղոթեմ, հիմա դու գսեք, ըսվելիք բան է ասիգա, դեղ մգա, որ սիրելիներ, սուբ գիրքը մեզ գսե, այդպես վարվեցեք, ինչ որ գա, եթե գա վարվիր, եթե չի գայի պես վարվիր, խնդիր չէ, ես կնախնդրեմ մարդ մնասե, ես ոչ Հիսուսի կհավատամ, ոչ եկեղեցին կհավատամ, ոչ սուբ գիրք կհավատամ, ոչ մեկ բանուն չեմ հավատալ, կնախնդրեմ այդ մարդուն, կան թե մյուսին ասե, որ ես ամենում գսիրեմ, այդ խոսքերը։ Ուրեմն ահավասիկ մեզի ուղղություն։ Հիսուս շնորհ կրավ, Հայր Աստված շնորհ կրավ մեզի, որ մենք մտնենք նոր կյանքի մեջ, փրկության կյանքի մեջ, անվախ կյանքի մեջ, վստահ կյանքի մեջ, փառք տալով Տիրոջը, իրար հետ հաղորդագից, իրար հետ պատերազմագից, իրար բարձրացնելով, իրար մեզ սորվելով։ Քույր եղբայրներ միան հովիվ են չէ որ կսորվենք, իրար մեկը սորվենք։ Ոչ թե իրար թադելով, այլ իրար բարձրացնելու նպատակով։ Եվ այստեղ գսե մեկադալ գարտամ, այստեղ գսե մեկ շունչով, մեկ հոգիով պատերազմագից ավետարանին հավատքին համար։ Ես պիտի պատերազմիմ քո հետ, որ դու նմանիս քիչ ավելի Հիսուսի։ Դու պիտի պատերազմիս իմ հետ, որ ես քիչ ավելի նմանիմ Հիսուսի։ Մենք պիտի պատերազմենք իրար հետ, որ պատերազմագից ըլլանք իրար հետ, որ մենք նմանենք Քրիստոսի, ոչ թե իրար թեմ, ոչ թե թադաբարդելով։ Սիրելի քույր եղբայր, եթե գա քույրը, եղբայրը, որ սխալի մեջ ինգավ, օրինակ կուտամ, ծեր մեջ թերևս չի բադայր այդ բանը, Ֆրանսա ավելի շատ կբադայի, եթե մեկը սխալի մեջ ինգավ, իմ նպատակս իրեն օգնելն է, որ ին Քրիստոսի մոդենա, ոչ թե գլխին մեկադալ զարնելն է, պատերազմագից այն շնորհքին, որ Տերը մեզի տվավ, հալելույա, Տերը մեծ գործ արավ, եկեք այդ գործը չանարգենք, Հիսուս խաչին վրա մերավ հարություն արավ, այս մենք հիմա մեծ բակի շրջանն ենք, Պիտի հիշենք ավակ շաբաթը Հիսուսի խաչելությունը հետո հարությունը, այս բոլորը պատմություն չէ սիրելիներ, այս բոլորին նպատակը միս չուդել չէ, յուղով ուդելը չէ, այս բոլորին նպատակը Հիսուս Քրիստոսի նմանվելն է։ Մեծ բակ կսես մեգումը կսե, հա, ես բակի մեջ եմ, ինչ կնես, միշտ չեմ ուդեր։ Բակին նպատակը միշտ չուդել է, դունս է։ Քոնե, այս 40 օրվա մեջ բաներ մրել, ավելի Հիսուսի մոտեցիր, ավելի աղոթ է, ավելի սիր է, ավելի օգնենք իրար, ուրախ եմ, որ այստեղ մեծ բակի շրջանին բաշտամունքներ կան, ավակ շաբաթին բաշտամունքներ կան, որ մեզ օգնե, որ մենք ավելի մոտենանք Հիսուսի, բայց ինձ մեծ էզի խրատ, մի սպասեք 40 օր բակի շրջանը, ամեն օր ըրեք դարվան մեջ, մենք ամեն օր շնորհքի մեջ պիտի ապրենք, ամեն օր Սուրբ Հոգիով պիտի քայլենք, ամեն օր Տիրոջ ներկայությունը պիտի վայելենք, ամեն օր այդ խաչը, որ Հիսուս ելավ, եւ այդ բարակ քերեզմանը, որ Հիսուս մեզ ցույց տվավ, պիտի օրհնենք այդ օրհնության համար, որ Տերը մեզ տվավ, որ մենք նոր մարդ, նոր փրկության մարդ, ուրիշներուն նման չենք, մենք Քրիստոսի մարդ ենք։ Հալելույա։ Կպավե այսօրվա գարձեմ։ Կշարունակենք չորեքշաբթի օրը։ Դերը ձեզ շատ օրհնե։ Ուզեք աղոթենք,
Գա մեկը որ հասկացավ որ գրնամ հարց տալ ցեզի եւ թերևս ցերկը խնդրեմ։ Գա մեկը որ հասկացավ որ ինքը ավելի սրբանալու պետք ունի։ Մեկ հոգի գա սրա, հա, 2, 3, 5, հալելույա, ամեն։ Ճշմարիտ շնորհքը։ Եկեք բարձր գրնանք, գրտնել պատվելի։ Բարձր գրտնենք։ Գրտնե հետևյալը իմ հետ։ Ես շնորհքի մատ պետք է ըլլամ Հիսուսով։ Ես շնորհքի մարդ պետք է ըլլամ Հիսուսով։ Եվ վստահ եղիր, լավ լսե, եթե անգերձ ըսիր այս ասելիքդ, վստահ եղիր, որ Սուրբ Հոգին պիտի օգնե քեզ, որ դու պիտի ըլլաս շնորհքի մարդը։ Եթե դու այդպես մարդ պիտի ըլլաս, որ մեկը քեզ պիտի տեսնե, պիտի ասե, որ իրական Հիսուս կաբրի։ Տարիներ առաջ մեկը ասավ, ես հրաշքի չեմ հավատար, ինձի լավ գճանչնար, ասի որ ինձի նայր։ Գիտես ես ինչպես էի։ Տեսար ինչ եղա, ասի ով գրնա անել, եթե ոչ Աստված։ Աստված մարդ փոխող Աստված է։ Հրաշք տնող Աստված է։ Միան այդ նպատակով, որ դու նսես, ես շնորհքի մարդ կուզեմ ըլլալ եւ այդ բոլորը Հիսուսի օգնությամբ։ Իրեն ըլլա փառքը, հալելույա։ Աղոթենք։ Կբադվենք եւ գործնենք քեզ, կփառավորենք քեզ ամենագալ Աստված մեր շնորհակալ ենք։ Որ մեր այս խոսքով ցույց կտաս իրականությունը հոգեվոր կյանքի, շնորհքի կյանքի, ճշմարտությունը, որ ինչու Հիսուս մերավ եւ հարություն արավ, եւ ինչու այսօր Սուրբ Հոգիով դու գուզես ամեն մեկս քայլենք այդ շնորհքի մեջ քայլելու։ Դեր մեզ օգնե այս աշխարհի մեջ քեզ հետևորդ, քո անուշահոդդ փոխանցող եւ ապրող մարդը լանք։ Այո, մենք չենք զարհուրիր, մենք ունենք քեզ, մենք չենք վախնար, քանի որ գիտենք, որ դու գենթանի ես, օգնելու այն բոլորին, որ քո անունդ կգանչեն։ Մենք չենք խանգարվիր, քանի որ գիտենք ամեն ինչ քո ցերքերու մեջ է։ Մենք չենք դժվարության մեջ չենք ընկճվիր, քանի որ գիտենք դու ես բարձրացնողը ամեն ինգողին։ Այո, գապաշխարենք եւ գզղճանք այսօր մեմը եւս, ասելով Տեր, ողորմ է մեզի։ Դեր մաքրե մեզ։ Դեր մեզ ցույց տուր կյանքին այս գարջ կյանքին իմաստը, որ մենք քայլենք քեզմով այդ շնորհքի մեջ։ Քեզ գվայել է միշտ փառքը հիմա եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն եւ ամեն։